հայտնի դարձավ, քննարկվեց, երբեմն քննադատվեց, սակայն երբեք չվախեցավ փորձություններից։ Ավելին խոստովանում է, որ պատրաստ է դեռ նոր դժվարություններ հաղթահարել։ Այս եւ այլ բանահամասները քիչ անց։ Բարև ձեզ Անահիտ։ Բարև ձեզ Լիլիթ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդման հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Անահիտ, երբ ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, ուշադրությունս գրավեց այն, որ դուք 8-րդ դասարանում ձեզ համար հստակ որոշել եք, որ պետք է դերասանուհի դառնաք եւ պետք է ընդունվեք Թատերական ինստիտուտ։ Ավելի ուշ դա ձեզ չէր հաջողվել, որովհետեւ եթե չեմ սխալվում, քննությանը ուշացել եք, սակայն արդեն երկրորդ փորձից ամեն ինչ տեղ անկավ։ Հետաքրքիր է, սա համառություն էր, թե դուք հստակ գիտեիք, որ ցանկանում եք դերասանուհի դառնալ։ Հետաքրքիր հարց է։ Ըստ իս կարծում եմ ամեն մեկին մի բան տրված է այս կյանքում, եկել ենք այս աշխարհ, որպես ինչ որ մի խնդրի լուծում տանք, հա։ Ինձ թվում է իմը տրված էր դերասանուհի դառնալ ու ուրիշ բան չէի պատկերացնում, ուրիշ մասնագիտության մեջ, չնայած որ շատ լավ սովորող եմ եղել դպրոցում, շատ լավ։ Հայրիկս ուզում էր, որ ես ընդունվեի ժողովրդի ինստիտուտ, մայրիկը ուզում էր, որ ինչ որ լեզվաբանական կամ բրյուսով ինչ որ sense սովոր էի կոնկրետ, իսկ ես ուզում էի Թատերական ինստիտուտ, չնայած ասեմ, որ հայրիկս ասում էր, որ այդտեղ միայն դերասանություն է սովորելու, ասեմ, որ այդպես չի, Թատերական ինստիտուտը շատ մեծ գիտելիքներ է տալիս, այնքան գեղարվեստական գիրք են կարդացել Թատերական ինստիտուտի շնորհիվ, որ հաստատ ոչ մի ուրիշ բուհում չէինք կարդա ու հետաքրքիր գրքեր, ուսուցանող գրքեր, ինչ չէ, նաև կյանքի ուսուցանող գրքեր։ Համառություն չեմ համարի, ուղղակի կհամարեմ ցանկություն, երազանք որպես այդպեսին։ Հետաքրքիր է, դուք տեսակով համառ եք, որովհետև բազմիցս նշել եք, որ ձեր կյանքում շատ են եղել դժվարությունները, այդ թվում նաև մասնագիտական, սակայն դուք երբեք չեք նահանջել եւ միշտ առաջ եք գնացել։ Ինչ տեսակ խնդիրների մասին է խոսքը։ Ամեն տեսակ խնդիրների։ Ես կարծում եմ, որ մարդը ինքը երբ որ տրվում է իրեն մի խնդիր ու ինքը լուծում է դա, ուրեմն իր չափաբաժնով էր տրված, իր ուժերի չափաբաժնով, այդպես եմ կարծում։ Ու փառք Աստծո ինձ Աստված նենց խնդիրներ է տվել լուծելու, որ բոլորը կարողացել եմ լուծել, Աստծուն փառք, էլի եմ ասում, որովհետև չեմ համարում, որ դա մենակ իմ շնորհքն է եղել, իմ շնորհն է եղել։ Չէ, ուժերս երևի, չգիտեմ, ի վերուս տրված ուժեր են եղել, հա, աղջիկ, այսպես ասած, լինելով աղջիկ Հայաստանում մենակ, որովհետև երկար տարիներ արդեն մենակ եմ ապրում Հայաստանում, դժվար էր ամեն ինչ հաղթահարել, բայց կարողացել եմ։ Ու հպարտանում եմ ճիշտը, որ ասեմ ինձնով, հա, ինչ որտեղ մեկ-մեկ հայլու դիմաց քիթս ցից եմ քայլում, ասես նայում ինձ, ասում եմ ապրես, որ կարողացել ես այդքանը հաղթահարել, որովհետև չունենալ այսօր քաղաքում մեջք, այսպես ասած, չունենալ ինչ-որ հատուկ հովանավորներ ու ինչ որ ձև մտնել այս աշխարհի մեջ, որը շատ դժվար է, ինձ թվում է դուք եք որոշ մասնիկ այս աշխարհից, դրա համար չեք ժխտի դա։ Դժվար է ամեն ինչ, բայց ես ամենտեղ փորձել եմ ինստիտուտը ավարտելուց հետո փորձել եմ ամենտեղ ինձ գտնել փոքրիկ գործերից ինչն է կարևոր, ես ինչն եմ գնահատում իմ մեջ ու խորհուրդ կտամ բոլորին այդպես անել։ Մեծ գործից չբռնվել ու չկարչել ասել վայ մեծին մի անգամից, որովհետև մեծը մի անգամից չի տրվում, միջև փոքրուց չսկսես։ Միջև չսկսես 2500 դրամով աշխատելուց, երբեք 2500 $500 քեզ լույս չի լինի։ Միգուցե այդպիսի դեպքեր կան, թող ինձ ներեն բոլորը իհարկե, բայց ես ավելի գնահատում եմ իմ արած գործը, որը սկսել եմ մինիմումից ու հասել եմ, չեմ ասում մաքսիմում, որովհետև դեռ աճելու ու զարգանալու հաստատ տեղ ունեմ։ Իսկապես դուք ինքներդ նշեցիք եւ ես էի ցանկանում այդ թեմայով շարունակել։ Դուք 2500 դրամ աշխատավարձով օրական աշխատում եք մանկական սրճարանում։ Եվ առհասարակ դուք մեկ անգամ նաեւ նշել եք, որ ձեր ծնողների համար պատրաստ եք նույնիսկ փողոց հավլել, այսինքն տարատեսակ աշխատանքներ կատարել։ Մի փոքր հետ նայենք եւ կյանքի այդ հատվածը հիշենք ձեր։ Դա դժվար էր, դուք հասկանում եք, որ բարդություններ էին, այսինքն ընկճվածություն կար, թե դուք այդ ամենին ավելի թեթև եք վերաբերում։ Գիտեք ոնց ամեն ինձ թվում է этап կյանքի իր դժվարությունները ունի ու հայացքն էլ դեպի այդ этап տարբեր է լինում։ Հիմա որ նայում եմ 16 տարեկանում, երբ որ ես նոր ընդունվում էի Թատերական ինստիտուտ, իմ դժվարությունները հիմա ինձ համար իհարկե ծիծաղալի են այդ ամեն դժվարությունները, ասում եմ, ինչ ծիծաղալի է, բայց ինչ որ հագուստի խնդիր է եղել, դե պարզ է երիտասարդ աղջիկ ես նոր ես ընդունվել Թատերական ինստիտուտ, ուզում ես նորաձև լինել ու այդ ամեն ինչը իհարկե կապված է փոքր-ինչ ֆինանսի հետ, բայց փորձում էի ամեն ձև, չգիտեմ,
իրոք կարող եմ ասել վերստին ուժեր sense մի հատ ինձ պահում։ Այսինքն այլընտրանք չկար այդ շրջանում։ Չէ, այլընտրանք գիտեք ոնց միշտ էլ կար, այլընտրանք կար, միշտ էլ լինում է մարդու համար։ Կար այլընտրանք, ես մեկնեի ծնողներիս մոտ, հանգիստ, այսպես ասած, ոդքս ոդքին գցած ապրեի, բայց ես որոշեցի մնալ իմ հայրենի հողի վրա, իմ հայրենի քաղաքում, այսպես ասած, Աբովյան քաղաքում այդ ժամանակ դեռ ապրում, հետո տեղափոխվեցի արդեն Երևան ու որոշեցի դա ինձ ավելի հոգեհարազատ էր։ Ես մի անգամ էլ հարցազրույցներից մեկում նշել եմ, որ կարծել եմ, որ ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ հայրենիքն եմ սիրում, ինչքան էլ որ դա կոպիտ արտահայտություն, հա, հնչի, ես ամեն ինչից շատ, ես հրաժարվել եմ ծնողներիս հետ կիսելու իմ առօրյան, իմ հանգիստ կյանքը ու եկել եմ հայրենիք ու դա իմ համար կարևոր էր։ Ու մինչ այսօր էլ երբ որ մեկնում եմ 2-3 օրով, չգիտեմ, ինչ որ գաստրոլների, յուրախաղերի ինչ որ գործով, իմ համար Երևանի հոտը, Երևանի քաշող կարող է մի քիչ ամպագորգոր, մի քիչ սենց ոչ ռեալ բաներ եմ ասում, բայց այդպես է, իմ համար հայրենիքը ուրիշ է։ Անայս, նրանք դեմ չէին ձեր ընտրությանը, չէ՞ որ դուք որոշակի առումով ավելի հարմարավետ կյանքն եք թողել, նրանց եք թողել ինչ-որ առումով եւ որոշել եք այստեղ գնալ սրճարան, աշխատել, այսինքն միայնակ եք եւ հասկանալի է, որ մեր ազգային մտածելակերպին որոշակի առումով հարից չէ, երբ մարդիկ չափից շուտ են ցանկանում անկախանալ եւ ինքնուրույն կյանք վարել։ Ճիշտ է, ես իմ ծնողներին երևի շնորհակալ կլինեմ, հատկապես մայրիկիս այդ փաստի համար, երբ որ փոքր էինք, ասում ենք մայրիկ ինչ-որ մի բան ենք ցանկանում, ասում էր կաշխատեք, ինքներդ կունենաք։ Ու ոչ թե մեզ զրկում էին ինչ-որ բաներից, չէին գնում մեզ ինչ-որ բան։ Իհարկե հնարավորությունների սահմաններում, որտեղ ես ծնվել եմ 88 թվին, դա իմ այդ հասունացման շրջանը եղել է ամենաբարդ տարիները, այսինքն ոչ մեկ իմ տարիքի երևի ոչ մի երեխա լավ չի ապրել, որպես այդպեսին, որ ասեմ նորաձև հագնվել, ինչ-որ բրենդային ինչ-որ բաներ։ Այո, դուք նշում եք, որ դուք հասարակ ընտանիքում եք, շատ հասարակ, ու դրանով հպարտանում եմ, ու իմ մայրը միշտ ինձ ասում էր, եթե դու ինչ-որ բան ուզում ես, դու ինքդ պետք է աշխատես։ Փոքր ժամանակ մտածում եմ, ասում եմ, մամ, ու շատ էին եղանում մայրիկիցս, ասում եմ, մամ, բոլորի ծնողները ինչ-որ ձև օգուտ են տալիս, հա, ինչ-որ աշխատում են իրենց երեխաների համար։ Խոսակցական լեզվով ասում եմ, մամ, բոլորը իրենց երեխեքին առաջ են տանում, դու հակառակը մեզ թողնում ես միտեղ ու ասում ես ինքներդ գնացեք։ Մայրիկս շատ լավ բան էր ասում ինձ, ասում էր, եթե դու ինքդ առաջ գնաս քո ճանապարհով եւ ոչ մեկ քեզ չհրի, քո ճանապարհը ինքդ ես հարթելու, ինքդ քո քարերը կշարես։ Սկզբից դե իհարկե չէի հասկանում, ասում եմ, ինչ ասում, երևի չի ուզում ինձ համար ինչ-որ մի բան անել, բայց հետո հասկացա, որ այն տարիքային նույն տարիքի երեխաները, որոնք իմ հետ էին մեծանում, իրանց, չգիտեմ, ինչ-որ ձև դասավորելով, հովանավորելով տարել են միտեղ գործ են դասավորել ու իմ այսօրվա հասածը ինչով որ մենակով եմ հասել ու մենակով եմ արել, սարերի ձորերի տարբերություն է, բառի բուն իմաստով։ Մենակով եմ արել ամեն ինչ, մենակով եմ արել իմ առաջի մեքենան, մենակով եմ արել երկրորդ մեքենան, մենակով եմ արել իմ աշխատանքները բոլոր, ամեն ինչ, այսինքն մենակով եմ արել ու դրանով իսկ հավատացեք հպարտանալու տեղ ունեմ մի փոքր։ Իսկ ո՞րն է եղել այն մանկության երազանքը, որ ցանկանում եք, խնդրում եք ձեր ծնողներից, սակայն բացասական պատասխան եք ստանում, ոչ թե նրա համար, որ նրանք ցանկանում են ձեզ կյանքի համար ավելի ուժեղ պատրաստել, այլ պարզապես հնարավորություն չկար։ Կյանքի երազանքը, մանկության երազանքը, ուզում եմ հիշել, շատ են եղել, գիտեք, շատ են եղել, որովհետև անընդհատ ուզեցել եմ լավ հեծանիվ, եթե մանրուքից խոսանք նյութական բաներից, հա, հոգևոր բաներով ծնողներս ամեն ինչով են ապահովել, ինչը ճիշտն է։ Ես ոչ մի հոգևոր պակաս չեմ ունեցել իմ կյանքում։ Ուզեցել եմ հեծանիվ, բայց հասկացել եմ, որ այդ պահի դրությամբ ծնողներս ի վիճակի չեն դա ինձ գնել, դա ինձ նվիրել եւ լռել եմ, որ այդպես ասեմ չարաճճի երեխա եմ եղել, ինչ որ, բայց ի տարբերություն այդ ամենի իմ ծնողները փորձել են շատ լավ մեզ շատ լավ ուսումի տալ, այսինքն մենք անգլերեն էինք պարապում, ես ու քույրիկս տանը հատուկ ռեպետիտորի հետ, բայց չէինք ունենում, ասենք, ռոլիկ, բայց անգլերենի դասատուն գալիս էր տունը եւ պարապում էր գումարը ծախսվում էր ճիշտ տեղում։ Ես նույնը հիմա կանեմ հաստատ իմ երեխաների հետ, այսինքն ինչ որ նյութական փոքրիկ բանից կզրկեմ, որ ուսումը ճիշտ լինի, սնունդը ճիշտ լինի, բայց այդ ժամանակ երեխան իհարկե չի հասկանում։ Երեխան ուզում է, դուք հասկանում եք, գիտակցում եք, որ դա ճիշտ է։ Չեմ ստի, որ ասեմ, տենց իդեալական երեխա եմ եղել, ինչ գիտակցել եմ, որ ինձ ռոլիկ պետք չէ, ինձ պետք է ընկեր Աննան, միս Աննան գա մեր տուն անգլերեն պարապի, իհարկե ոչ չեմ գիտակցել։ Հիմա եմ գիտակցում ու խոնարհաբար շնորհակալ եմ ծնողներիցս, որ տենց ճիշտ ընտրություն են արել ու համենայն դեպս հիմքից է ամեն ինչ սկսվում։ Եթե հիմքը ճիշտ է դրված լինում երեխայի մոտ, սխալ են ասում, որ դաստիարակությունից չի գալիս։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Դաստիարակությունը այդ փոքրիկ ընտանիքում այդ քարը քարին դրվող այդ հիմքը երբ որ ճիշտ է դրված լինում, հետո չի կարա սխալ լինի, ուղղակի չի կարա։
Դուք նշում եք միայնակ եմ գնել մեքենան, ամեն ինչ միայնակ եմ արել, դժվար չէ, չեք հոգնում այդ միայնակ լինելուց։ Նենց հետաքրքիր բան է կարծում, մի քանի օր առաջ ընկերուհուս հետ, որը նույնպես էս աշխարհից է նստած, շատ մոտ ընկերուհուս նստած խոսում ենք, ինքը ասեց, դե անձնական խնդիրներ բոլորի մոտ է լինում են, աղջիկների մոտ հատկապես շատ։ Ինքը ցենց պատմում է ինձ, ես նստած լսեցի, ասեցի ուժեղ եղիր ուղակի։ Նա ինձ ասեց դու քար ես դարձել։ Ինչ որտեղ հասկացա, որ երևի թե իրոք քար եմ դարձել, որովհետև երբ որ այսպես ասած մի տեղը ծեծվում է, հա, կարկուտն էլ ծեծած տեղն է ծեծում, բայց այդ տեղը արդեն մի տեսակ մաշկը պնդանում է էլի այդ տեղի։ Չգիտեմ, երևի քար եմ դարձել, իրոք արդեն այսպես ասեմ, նախ սկսենք նրանից, որ երբեք չեմ վախեցել գործից, հա, խոսենք գործնականից։ Երբեք չեմ վախեցել անգործ մնամ, որովհետև ինքս գիտեմ ինչ եմ արել ու գիտեմ, որ չեմ ասում մեծ բաների եմ հասել, չեմ ասում ամբողջ գեղարվեստական ֆիլմերում Հայաստանում այսօր ես առաջնային դեմք եմ։ Տենց բաներ չեմ ասում ու չեմ ուզում ամպագորգոր հայտարարություններ անել, բայց այն մինիմումին ինչին որ հասել եմ ու համոզված եմ, որ եթե այսօր ինչ-որ միտեղից դուրս գամ, չեմ նստի տանը։ Կունենամ էլի աշխատանք ու ժամանակ ապացուցում է, որ այդպես է լինում։ Նշեցիք, որ քար եք դարձել, այս հարվածները շատ են եղել, հատկապես որ հարվածներից հետո դարձաք այդպիսին ըստ ձեզ։ Գիտեք, մտածում էի դեռ միջև նախանցած տարի, մտածում էի, որ սեպտեմբեր ամիսը մտածում էի, որ ինձ էլ ոչ մի բան չի կարող կոտրել։ Հայրիկի վախեցնել, հա։ Կորուստի մասին է խոսքը։ Հա։ Հայրիկիս կորուստը դա եղավ շատ մեծ ապտակ կյանքի կողմից ինձ, որովհետև երբ որ մարդը կորցնում է շատ հարազատ մարդու ու դատարկություն ու այդ չգտնելու հնարավորություն ու էլ ընդհանրապես հասկանալու, որ այդ էջը չես կարող ետ բերել քո կյանքում, դա ամենայն ինձ թվում է վատագույնն է, ինչ կարող է լինել մարդու կյանքում, հասկացա, որ վերջը կյանքը ինձ մի հատ ասեց, որ հանգստացի, դու չես ասող ես կյանքում, մենք կարող ենք քեզ ասել, որը որից հետո է, այսինքն պետք չէ էլի միշտ համարել, որ ես ասում եմ քար եմ դարձել, բայց այն քարը չեմ, որ կարող է կյանքի վրա գլորվել։ Դեր արդյունքները այդ մասին են փաստում, որ դուք ամենևին էլ հա, ես էմոցիոնալ մարդ եմ, ինչ խոսք չեմ կարող ժխտել, հատկապես եթե հարցը վերաբերում է իմ ներսին, իմ հոգեվիճակին, դա այդպես։ Իսկ չեք ափսոսում, որ որոշակի առումով նախընտրեցիք այստեղ մնալ եւ շատ ժամանակ չանցկացնել ծնողների հետ։ Չեք ափսոսում այդ ժամանակի համար։ Կուզեիք ժամանակը հետ բերել եւ փորձել գնալ նրանց հետ լինել։ Գիտեք, վայ շատ հետաքրքիր հարց տվեցիք, կուզեի ժամանակը հետ տալ, բայց չեմ ափսոսում։ Հակասական բաներ եմ ասում, բայց կուզեի եւ ժամանակը հետ տալ, բայց չեմ ափսոսում ոչ մի ապրածս րոպեի համար։ Չեմ ափսոսում ոչ մի արածս սխալի համար։ Եվ դա ուժեղ մարդու ինձ թվում է ասելիք է եւ զգացմունք է։ Ես զգում եմ, որ արել եմ այն, ինչ որ պետք է անեի ես կյանքում, ոչ մի սխալ չեմ արել։ Անկամ եթե ունեցել եմ ինչ որ սխալներ, յուրաքանչյուրն է ունենում, անսխալ մարդ չկա այս կյանքում։ Դա եղել են այն սխալները, այն աստիճանները, որոնք որ ես պետք է անցնեի եւ բարձրանայի, այդպես եմ համարում։ Իհարկե կուզենայի ժամանակ հետ տալ, բայց ես շատ ռեալիստ եմ եւ այդ առումով շատ ռեալ եմ նայում, այսինքն եթե ինչ-որ մի բան իմ հայրը մեծ հասակում է գնացել կյանքից, դրա համար փոշմանելու կամ ինչ-որտեղ Չէ, նրա հետ ժամանակ անցկացնելու։ Շատ կուզենայի, իհարկե շատ կուզենայի, բայց չեմ փոշմանում, որովհետև իմ հայրը շատ էր հպարտանում ինձանով։ Երբ որ տեսնում էր, որ ինքը հո գիտեր ես ինչից ուր եմ գնացել։ Ինքը հո գիտեր, որ ես մենակ պայքարել եմ կյանքի դեմ։ Շատ լավ գիտեր։ Սկզբնական շրջանում, երբ որ մայրիկս էր գնացել դեր արտերկիր, քույրիկիս փոքրիկներին պահելու, հայրս ինձ հետ էր ապրում։ Առաջի ես դա միշտ հիշում եմ, առաջի իմ եփած ճաշը դա եղել է հնդկաձավարի փլավ։ 5 անգամ վառել եմ, որովհետև առաջին անգամ էի կյանքումս եփում։ Ու հայրս ինձ եկավ օգնեց ու ասեց, «Բարես, արի կանգնի նայի», որ հայրս շատ լավ խոհարար էր։ Ասեց, «Արի կանգնի նայի, որ մյուս անգամ որ ես չլինեմ, դու մենակ հասկանաս ինչ ես անում»։ Ես դա մի քիչ սյուրվեցի այդ ասացի վրայով, որովհետև հասկացա, որ դա հնդկաձավարին չէր վերաբերվում միայն, այլ կյանքին էր վերաբերվում, որ մարդ պիտի ինքը հասկանա, որ երբ որ իր կողքը չլինեն, ինքը պետք է հասկանա ինչ անի մենակով։ Ես հասկացա, ես շատ շնորհակալ եմ, որ ինձ այդքան ուժ տվեց, ամեն դեպքում դա իմ ուժն էր, որ ես որոշեցի հետ գալ Հայաստան, որտեղ ես առաջի տարին բաց թողեցի քննությունները իրոք, որտեղ գտնվում էի Մոսկվայում, եկա Հայաստան, մնացի ու փորձեցի կառուցել իմ հիմքը։ Այսօր դատարկություն զգում եք, դատարկ եք։ Չէ, դատարկ չեմ, ես միշտ եմ լիքը, միշտ լիքն եմ։ Հոգեպես։ Հատկապես հոգեպես լիքն եմ, որովհետև ինձ շատ
այսպես ասեմ, երևի իրոք որ ասեցի հայրիկիս կորուստը դա միակ ցավն է եղել, որ երկար ժամանակ, այսինքն թե առողջականով, թե հոգեկան, թե ամեն ձև տարել եմ դժվար։ Դրանից հետո իհարկե հաղթահարում ես, մարդ ես, ամեն ինչ պետք է կյանքում հասկանաս ու հաղթահարես։ Դա անցավ այդ этаպը, այսինքն մի քիչ ժամանակ անցավ հաղթահարեցի, հոգու լիություն միշտ ունեմ, որովհետև ունեմ շատ լավ ընկերներ, շատ լավ շրջապատ, ապրում եմ աշխարհի ամենալավ քաղաքում։ Չկա ավելի լավ քաղաք, որտեղ կերազեի ապրել։ Երազում եմ շատ քաղաքներում լինել, բայց երազանքիս քաղաքը, որտեղ կուզենամ ապրել, որտեղ կուզենամ ծնվեն իմ երեխաները, սովորեն եւ ուղղակի քայլեն այդ վարդագույն փողոցով ու այդ հրաշքով այդ Երևանն է։ Ինչն եք հատկապես այդքան շատ սիրում։ Ամեն ինչը։ Չեմ կարող բացատրել, երևի ծիծաղելիքը թվա, ես հաճախ եմ, շատ հաճախ եմ մեկնում, շաբաթական ոնց էլ չլինի, մեկ անգամ երկրից մեկնում եմ գործնական, թե անձնական առումներով, ես ամեն անգամ հետ եմ գալիս այնպես, ինչպես առաջին անգամ Երևան։ Այնպիսի դատարկություն եմ զգում, երբ որ ուրիշ տեղ եմ լինում, չեմ կարող բացատրել ազնիվ, եթե անգամ գիտեմ, որ մեծ գումար եմ գնում աշխատելու ու գիտեմ, որ մեկ շաբաթ պիտի մնամ, շունչս կտրվում է ուրիշ տեղ։ Անայս, դժվար չէ, երբ վերադառնում եք հայրենիք, տուն, բացում եք դուռը եւ այնտեղ ոչ մեկ ձեզ չի սպասում։ Արդեն սպասում է, երկու շուն ունեմ խասկիներ, որոնք դեռ ձագեր են, արդեն 1.5 ամիս է նրանք ինձ մոտ են։ Իրանց մայրիկին էլ եմ ես մի քանի օր պահել, հետո հասկացա, որ գործնական ուղղակի անհնար էր, չէի հասցնում գործերս, դրա համար տվեցի պահում էին ծանոթներս, հետո ունեցավ ձագեր, որից երկուսը ես բերեցի տուն, հիմա սպասում են, չէ, գիտեք ոնց, երբ որ մարդու ուղեղը զբաղված էր, նախ ես սկսենք նրանից, որ շատ ուշ ժամի եմ տուն գնում ու գնում եմ իմ մոտ լոգարան ու ննջասենյակ հատվածն է օգտագործում, այսինքն խոհանոց եւ հյուրասենյակ համարյա թե չեմ մտնում, որովհետեւ ուտում եմ համարյա թե միշտ ինչ որ փողոցում, բայց աշխատում եմ ուտել վիտամինային եւ լավ սնունդ, անպայման։ Չնայած ինձ թվում է իմ 20 կիլոնի հարելը փաստում է այն, որ ես համարյա թե չեմ ուտում։ Բայց չէ, միգուցե ինչ-որ ժամանակ կա դեռ մամաս ասում է, դեռ երիտասարդ ես, չես հասկանում, հետո մի քիչ ավելի ուշ կլինի, կհասկանաս, կգիտակցես։ Դա առաջին հերթին, երկրորդ հերթին անձնական կյանքում ունեմ բուռն շրջան հիմա, որը որ կարծում եմ, որ կբերի ինչ-որ մի հատ ճիշտ հանգուցալզման, տա Աստված, էլի առաջ չեմ գնում։ Բայց թախից կա կարծես թե որոշակի առումով։ Կարծես թե այնպես նշեցիք, որ խնդիրներ կան, որովհետև զրույցի սկզբում էլ նշեցիք, որ հարվածներ են լինում, այդ թվում նաև անձնական կյանքում։ Դա եղել են, բայց հիմա, ասեմ, ազնիվ, հիմա շատ բուռն շրջան է ինձ համար, որը որ նախ անսպասելի բուռն, որովհետև ես չէի սպասում, որ կարող է անձնականը իմ համար ինչ որտեղ առաջնային լինի գործնականից։ Հա։ Այս փուլում առաջնային Այս փուլում հիմա հա առաջնային է, հիմա ես ավելի շատ ժամանակ դրան եմ հատկացնում եւ հուսանք, որ սիրում եք։ Եվ հուսանք, որ տուն կգնամ եւ միայն խասկիները չեմ, որ ինձ կդիմավորեն։ Ես հիշում եմ, որ թեև արդեն 2016 գրեթե մոտենում է ավարտին, դուք նախորդ տարի նշել եք, որ կարծում եք 2016-ին կամուսնանաք։ Հա, կարծում եմ, հաշված օրեր են մնացել, ինչ է կարծում կհասնեք։ Ռուսը մի լավ խոսք ունի, мы полагаем, Бог располагает։ Ես չեմ ուզում էլի առաջ ընկնել ասել, բայց դեռ մինչև 2017 թվական ժամանակ ունենք։ Կարևորը սիրում եք եւ սիրված եք, ես այդպես եմ ընդհանրում։ Հուսանք, որ այո, եւ սիրում եմ եւ սիրված եմ։ Ոչ մեկի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց չէ, եթե հումոր չանենք, հա, ես ինձ շատ լավ եմ հիմա զգում, որովհետեւ ամուր մեջք ունեմ կողքից, ամուր մեջք, որը որ հուսանք, որ ինձ կյանքի ընկեր կլինի եւ ոչ ուղակի этап։ Իսկ բուռն շրջանը ինչով է պայմանավորված։ Խնդիրներ կան, թե պարզապես ամեն ինչ շատ ավելի լավ ու շատ ավելի հարթ է ամեն ինչ ու բուռն է, որովհետեւ Դե ոնց է, կոնֆետный букетный период, то есть այն ամենանորն է, այն ամենալավն է, իհարկե, հետո շատ ու շատ իր մարդ է իմ կողքին, որին խոնարհաբար շնորհակալ եմ, որովհետև իմ հոգնածությունը, իմ ներվային վիճակները, երբ որ ես ապրում եմ աշխատանքի վայրում ու գալիս եմ ահավոր հոգնած նկարահանումից 4-5 ժամ ընդամենը քնելու նպատակով, այդ իմ 4-5 ժամը կարող է մի ժամը վերածվի նենց հեքիաթային վիճակի, որ ես չզգամ, որ այդքան հոգնել եմ ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ անձնականում նախկինում արված սխալներից կամ առհասարակ հիշողություններից ինչն է ձեզ համար դաս եղել։
Թեկուզ հենց այս հարաբերությունների համար։ Կարծում եմ դաս ամեն ինչն է։ Ես ելի եմ ասում, ամեն ինչ որ ես այս կյանքում մարդու հետ լինում է, ինձ համար դա դաս է, որ ինքը մի դաս սովորի եւ հասկանա, մյուսը ոնց է այբուբենը, հա։ Ես չեմ հիմա ասում, որ աղջիկները պետք է անընդհատ սխալվեն, որ ճիշտ ընտրություն անեն, ամենևին Գավլիցի, բայց կարծում եմ, որ այբուբենը պետք է սովորես, որ հետո անցնես բառեր կազմելուն։ Ես սովորել եմ կյանքի այբուբեն եւ կարծում եմ, որ միգուցե դա շատ ինձ ցավոտ այբուբեն է եղել։ Այբուբենը կարող է շատ ավելի հեշտ են սովորում մարդիկ։ Իմ այբուբենն է ցենց է եղել։ Ոչ մեկինը նույնը չէ, Լիլիթ ջան, հավատացեք, ոչ իմը, ոչ ձերը, ոչ էլ ինչ որ մեկինը համեմատելի չի կյանքում։ Ոչ ապրումները, ոչ զգացողությունները, ոչ էմոցիան, ոչ անձնականի ինչ որ իրավիճակ չես կարող համեմատել։ Երբեք։ Անես, իսկ այն, որ երիտասարդ տարիքում դուք սիրեցիք, ամուսնացաք եւ բաժանվեցիք, այդ փորձությունը ինչպես հաղթահարեցիք։ Շատ լավ հաղթահարեցի, որովհետև շատ երիտասարդ էի եւ գիտեք ոնց եմ նախ ամուսնացել ես դու այն պայմանով որ պետք է ամեն ինչ լավ լինի, որ այդ մարդն է, բայց հասկանում ես, որ նախ մենք շատ կարճ ժամանակ ենք իրար հետ ապրել, հետո հասկացար այդ կարճ ժամանակահատվածում, որ այդ ուղղակի դուք այն մարդիկ չեք, որոնք որ ամբողջ կյանքում պետք է միասին անցկացնել։ Այդքան բան։ Իսկ չկար այն բայց հաղթահարեցի շատ հեշտ ու շատ լավ, որովհետև նախ ես չար մարդ չեմ, երկրորդը չար մարդ չի եղել նաև իմ առաջվա ամուսինը, ես իրեն շատ հարգում եւ սիրում եմ որպես մարդ, շատ, անչափ շատ։ Մենք փողոցում իրար տեսնելուց պարտադիր բարևում ենք եւ պարտադիր շփվում ենք միասին, պարտադիր խոսում ենք, եթե ինչ-որ հարցեր ծագի մենք իրար կզանգենք, հաստատ կշփվենք։ Դրա համար ժամանակ էր պետք։ Դրա համար բոլորին է ժամանակ պետք եւ ոչ մեկ չի կարող կանգնել ասել, որ այսօր բաժանվեցինք եւ միանգամից մյուս օրը դարձանք ընկերներ։ Չեմ էլ կարող ասել, որ ընկեր ենք դարձել, բայց համենայն դեպս շատ լավ մարդկային հարաբերությունը պահպանել ենք եւ դա կարծում եմ իմ շնորհիվ է ինչ որտեղ չեմ ուզում գլուխ կովել, ուղղակի ես մարդ տեսակս է այդպեսին, ես ոչ մեկի հետ երբեք քեն չեմ քշում, ոչ մեկի հետ վրեժ չեմ պահում եւ ոչ մեկի հետ չեմ կարծում, որ պետք է ինչ որ ձև սահմանափակեմ շփումս, որպեսզի այդ մարդուն նեղացնեմ։ Բայց ես հիշում եմ, որ դուք նշում եք բավական ստրեսային շրջան եք ունեցել։ Իհարկե բավական, ես էլ եմ ասում, ոչ մի բան չի կարող անցնել։ Նայեք, ես հիմա հորս մասին խոսելուց բերեմ այդ օրինակը, արդեն շատ հանգիստ եմ խոսում։ Եթե դուք խոսեիք ինձ հետ 1 տարի առաջ, ես չէի կարողանա ուղղակի խոսել։ Ոչ թե կխեղդեին միայն արցունքներ, այլ ամբողջ մարմնով թուլանում եմ եւ չեմ կարողանում խոսել, բայց էտապ է մարդու կյանքում։ Կորուստը ցավալի է իհարկե, բայց կյանքը դրանով չի ավարտվում։ Ոչ մի կորուստով կյանքը չի ավարտվում, ոչ մի։ Այդպես լինի, ուրեմն այն երեխաները, ովքեր որ ծնող են, ծնողի կորուստ են ունենում, պետք է չապրեն, այդպես չի լինում։ Կամ ունենում են բաժանման կորուստ, չապրեն, այդպես չի լինում։ Ամեն կորուստը հաղթահարել է, ուղղակի պետք է մարդ այնքան ուժեղ լինի, կյանքը սիրի։ Ես այնքան բան եմ այս կյանքում սիրում, որ ժամանակ չեմ տալիս մնացած բաներին, կորուստներին ինձ ցավ պատճառել, այսինքն իմ դատարկ տեղը արագ լցնում եմ ինչ-որ մի բանով, լցնում եմ հոգևոր բաներով, լցնում եմ, այսպես ասեմ, հա, մարդ պիտի չարժեքազրկվի։ Երբ որ ինչ որտեղ ես հորս կորստից հետո հորս տեղ ինչ որ ցև սկսեցի մայրիկովս լրացնել, այսինքն մի փոքր այն սերը, որը կիսում էի նրանց մեջ, փորձեցի ամբողջովին տալ մորս, ու այդ կորուստը այդքան ցավալի չզգացի։ Անա, շնորհակալ եմ այսչափ անկեղծ զրույցի համար, շնորհակալ եմ, որ անդրադարձաք ձեր կյանքի բոլոր էտապներին եւ զրույցի վերջում կխնդրեի ձեզ նայելով տեսախցիկին դիմեիք բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն խնդրի պատճառով, այս կամ այն մեծ կորստի պատճառով որոշակի առումով նահանջել են եւ նրանց պետք է նման մի մարդ, ով որոշակի առումով օրինակ կծառայի եւ խոսքը նրանք կլսեն։ Լավ։ Դժվար բան եք ասում, չեմ համարում, որ պետք է ինչ որ իմ խոսքը դե հուսանք որ ուսուցանող չեմ համարում, այսինքն չեմ համարում ինձ այնքան ճիշտ ու այնքան արժեքավոր, որ դա նկատի չունեմ, պարզապես կյանքի պատմություն է, որը ցույց է տալիս, որ անկախ ամեն ինչից կյանքը շարունակվում է եւ մարդ սիրում է կյանքը։ Իհարկե, կյանքը ամեն դեպքում շարունակվում է, որովհետեւ եթե մեզ Աստված ստեղծել է, ուրեմն սիրել է, այն չափ է սիրել, որ իր միածինին միգուցե մի քիչ հիմա շեղվում եմ, բայց իր միածինին տվել է, որպեսզի մեր մեղքերը քամվեն, մեր մեղքերը ջնջվեն։ Այդ աստիճանը մեզ սիրում։ Ուրեմն ինչ իրավունք ունենք մենք մեզ չսիրելու եւ ինչ որտեղ հիասթափվելու։ Իրավունք չունենք։ Պարզապես պետք է սիրենք կյանքը, արժեքավորենք այն ամեն ինչ մեր կողքին կա, սեղանը, աթոռը, մեր մարդ, կողքի մարդկան շրջապատող եւ ապրենք խաղաղ ու երջանիկ։ Համոզված եմ Աստված, որ խաղաղությունը մեր երկրում այնքան շատ լինի, որ մենք մեր աշխարհի ամենագեղեցիկ քաղաքում ապրենք հանգիստ եւ խաղաղ պայմաններում։ Սիրում եմ բոլորիդ, Աստված օրհնի բոլորիս։
Եվ վերջում նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ մեկ հասցեում գործող Ժան-Պոլ էկզիստենցիալ սրճարանին։ Իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկայի եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1 կհանդիպենք։